Այս լուսանկարում պատկերված հայ կանայք ճակատագրի մեկ ընդհանրություն ունեն. նրանց երիտասարդ կյանքը ընդհատվել է ընտանեկան բռնության պատճառով, նրանք ընտանեկան բռնության զոհեր են։ Արդեն 16 տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հայտարարմամբ նոյեմբերի 25-ը նշվում է որպես կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օր։ Օրվան ընդառաջ այս անգամ կպարզենք, թե ինչպիսին է կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունների պատկերը Հայաստանում։ Չնայած նրան, որ Հայաստանի օրենսդրությամբ սահմանվում է կնոջ ու տղամարդու իրավահավասարությունը եւ օրենսդրորեն գոյություն չունի սեռով պայմանավորված որևէ խտրականություն, այդուամենայնիվ կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունները շարունակվում են դիտարկվել որպես գենդերային անհավասարության վառ դրսևորումներ։ Ավելին, Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2010 թվականին հրապարակած համապետական հարցման ամփոփագրում արձանագրված է. կանանց դեմ բռնությունը սովորական երևույթ է Հայաստանում։ Իրավապաշտպանների գնահատականներով ընկալման առումով պատկերը շարունակում է նույնը մնալ նաև այսօր։ Մեր երկրում ըստ վիճակագրության 2010-ից 2014 թվականների ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով սպանվել է 30 կին, ինչի հետևանքով մոտ 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի։ Հոգեբան Սիանուշ Դավթյանի խոսքով սոցիալական վատ պայմանները, ընկերների շրջապատում խնդիրները կամ հարբեցող ու թմրամուլ լինելու հանգամանքները հիմք չեն ընտանիքում կանանց նկատմամբ բռնություն կիրառելու։ Տղամարդը իր կնոջը բռնության է ենթարկում ուժ եւ վերահսկողություն հաստատելու համար, այսինքն շատ ավելի ելնելով այն գաղափարներից, որ կինը իմ սեփականությունն է, ինչ կուզեմ կանեմ։ Անահիտը, ում անունը փոխված ենք ներկայացնում, 13 տարի ապրել է մի ընտանիքում, որտեղ վիճաբանություններն ու ամուսնու կողմից կիրառված ծեծը առօրյայի մաս են կազմել։ Այդ լարված մթնոլորտում մեծացրել է 2 երեխա, խոստովանում է։ Դեռևս տարիներ առաջ բարեկամներն ու ծնողները հորդորել են բաժանվել հարբեցող ամուսնուց, սակայն ամուսնու նկատմամբ ունեցած խղճահարությունը, նրան օգնելու պատրաստակամությունն ու ընտանիքը չկազմալուծելու գաղափարը նրան հետ են պահել այդ քայլից, եւ միայն 1 տարի առաջ է որոշել վերջնականապես ամուսնալուծվել ու վերադառնալ հայրական տուն։ Աշխատանք ուներ, ինքը առևտրական էր, բայց այդ աշխատանքը ոնց որ իր համար, մենակ իր համար էր աշխատում ինքը, որ իր հաճույքների գումարը ինքը վաստակել ու վсё։ Լստում է երեխային ման լացում է իր մոտ, ասում է խնդրում եմ մի արա այդպեսի բան։ Մեղք ենք, մեր ընտանիքը լավն է, երկու հատ լավ երեխեք ունենք, դու էլ վատ մարդ չես, այդպես իրան փորձում էի ամեն ինչից անել, բայց չէր ստացվում։ Նույնիսկ մի քանի անգամ մեծ տղաս իր ձեռքից այդ դանակը խլել է, որ մամայից բան չասես, մամայից չկպնես։ Արմինեի խոսքով ամուսինը հաճախ է խոստացել, որ այլևս չի խմելու, աշխատելու է, վիճաբանություններ չի հրահրելու, սակայն խոստումները միայն ժամեր, լավագույն դեպքում օր են տևել։ Կինը ստիպված է եղել ժամանակ առ ժամանակ երեխային սկեսարի մոտ թողնել եւ ապրուստի միջոց վաստակելու համար օգնել տարբեր մարդկանց տնային գործերում։ Շատ ժամանակ եղել ասել եմ, լավ, ցենց թող խոսա, ինչ կասի իր սրտով կանեմ, մենակ վիճաբանություն չլինի։ Բայց չէր ստացվում։ Ինքը անպայման մի բան, ասած փոքրիկ մի չնչին պահ էր բռնում, որ ինքը դրան հենվեր ու սկսեր վիճել։ Կարող է մի բաժակ ջուր ուզեր, ես այդ ջուրը իրան բերեի, ասեի, «Էդ ի՞նչ ձև ես բերում այդ ջուրը»։ Ու սկսվում էր մի ահավոր տեսարան։ 1-2 արդեն մտածեցի, որ իրոք արդեն մեղք են երեխեքը, էլի չարժել այդքան երկար, ինչի համար, հանուն ինչի ես ինձ զոհաբերեմ իմ երեխեքի հետ, որ մեկը ինքը չի փոխվելու։ Անահիտը արդեն մի քանի ամիս է, ինչ հաճախում է կանանց ռեսուրսային կենտրոն, այնտեղ նրան օգնում են հոգեպես ու ֆինանսապես կայունանալ, հաղթահարել խնդիրները։ Կենտրոնի աջակցությամբ վարսավիրություն է սովորում, որպեսզի հետագայում կարողանա հոգալ ընտանիքի կարիքները։ Մի բանում վստահ է, ել երբեք չի վերադառնա նախկին ամուսնու մոտ, առավել եւս, որ բաժանությունն էլ ոչ մի կերպ չփոխեց ամուսնու վարքագիծը։ Դեռևս 2000 թվականին ՄԱԿ-ը ընդունեց հազարամյակի հռչակագիրը, որին միացավ 189 երկիր, այդ թվում Հայաստանը։ Ապա ընդունվեց աշխարհը փոխելու 8 կարևոր ուղի եւ սահմանվեց 8 կարևոր նպատակ։ Հայաստանը, տեղայնացնելով այդ նպատակները, խոստացավ մինչեւ 2015 թվականը խթանել գենդերային հավասարությունը, վերացնել սեռերի միջև խտրականությունը։
2014 թվականին Հայաստանը ՄԱԿ ներկայացրեց կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման մասին 5-րդ եւ 6-րդ համատեղ պարբերական զեկույցը։ Դեռևս 1993 թվականից Հայաստանի Հանրապետությունը վավերացնելով ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան պարտավորություն է վերցրել պարբերական հաշվետվություն ներկայացնել ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Այդ զեկույցների քննության արդյունքում ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն ներկայացնում է համապատասխան առաջարկություններ եւ տալիս հանձնարարականներ։ Ցավալի է, սակայն զեկույցի ամենապարզ ուսումնասիրությունը անգամ ցույց է տալիս, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել ընտանեկան բռնությունները կանխարգելելու առումով։ Թեպետ 2013 թվականին ոստիկանությունում անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն է գործում, այդուամենայնիվ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2014 թվականին վերաբերող տարեկան զեկույցում փաստում է. Ոստիկանությունը, որպես մարդու անվտանգությունը, հանցագործությունների կանխումը ապահովող իրավասու մարմին, չի կանխել ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքերը եւ պատշաճ չի արձագանքել դրանց։ Կանանց աջակցման կենտրոնի իրավաբան փաստաբան Նոնա Գալստյանի պրակտիկ գործունեությունը եւս փաստում է, որ ոստիկանությունը ընտանեկան բռնությունների դեպքերով հակված չէ քրեական գործերի հարուցման եւ քիչ դեպքերում է հնարավոր լինում պատժել բռնարարին։ Շատ հաճախ եւ ոստիկանությունում եւ դատարանում կարծիքներ են հնչեցնում, որ ի վերջո ընտանիք է, մի ընտանիքը քայքայեք, գնացեք, հաշտվեք, համակերպվեք, շարունակեք ապրել, դե հիմա որ ընտանիքում չի լինում բռնություն, որ ընտանիքում չի լինում վեճ եւ այլն։ Սրանք ի սկզբանե նաեւ զոհին են կարծես թե դնում սխալ ճանապարհի վրա, քանի որ շատ հաճախ զոհը տեղի տալով այս հորդորներին մտքափոխվում է, վերադառնում ընտանիք, սակայն բավականին կարճ ժամանակ անց կրկին ենթարկվում է դաժան բռնությունների։ Ըստ ոստիկանության գրանցած տվյալների 2014 թվականի ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 678 դեպք, այդ թվում կանանց նկատմամբ 551 դեպք։ Հատկանշական է, որ կանանց նկատմամբ գրանցված ընտանեկան բռնության 551 դեպքերից միայն 55-ով է հարուցվել քրեական գործ, իսկ 496-ով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Ընտանեկան բռնության դեպքերի կապակցությամբ գործերի հարուցման նման ցածր ցուցանիշները վկայում են այն մասին, որ ոչ բոլոր դեպքերում է հնարավոր եղել արարքը որակել քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցակազմով։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւս միակարծիք է իրավապաշտպանների հետ, որ անհրաժեշտ է առանձին օրենքով կարգավորել ընտանեկան բռնության հետ կապված հարաբերությունները, պատասխանատվությունը եւ այլն։ 2015 թվականին ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ընթացքում Հայաստանի վերաբերյալ մի շարք երկրների դիտարկումներ եւս առնչվում էին հենց ընտանեկան բռնության մասին օրենսդրության բացակայությանը։ Դեռևս տարիներ առաջ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մասնակցությամբ մշակվել էր ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծ, որը կառավարությունը մերժեց, հանձնարարելով տարբեր իրավական ակտերի մեջ կատարել անհրաժեշտ փոփոխությունները։ Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները պնդում են, որ այդ օրենքի նախագծի ընդունումը կանխարգելիչ նշանակություն կունենա ընտանեկան բռնությունների գործում։ Կանխարգելումը շատ կարևոր մաս է կազմում ընտանեկան բռնության, այդ ընդհանրապես երևույթի հետ աշխատելիս, բայց խնդիրը նրանում է, որ երբ ունենք արձանագրված դեպք արդեն, պետք է մենք չենք կարևորում պատիժը, մենք կարևորում ենք պաշտպանության մեխանիզմների առկայությունը, իսկ ցավոք սրտի այսօր պաշտպանության մեխանիզմ զոհի համար չկա, այսինքն եթե ծայրահեղ բռնության դրսևորումների մասին չի խոսքը գնում, ուղղակի ինչ-որ ավելի, այսինքն չի հասել դեռ դրան, ցավոք սրտի չկան այդ պաշտպանության մեխանիզմները, ուստեղ ենք մենք միշտ ասում, որ շատ քաղաքակիրթ երկրների փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ այդ երկրներում կա ընտանեկան բռնության մասին օրենք, որը հստակ սահմանում է, թե ինչ մեխանիզմներով պետք է պաշտպանվեն զոհերը։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Արմինե Թանաշյանի խոսքով դժվար է այս պահին ասել առանձին օրենք ընդունվի ընտանեկան բռնությունների մասին, թե կշարունակեն համապատասխան դրույթներ ամրագրել տարբեր օրենքներում։ Յուրաքանչյուր տարի մենք տարեկան ծրագրերով է պայմանավորված պետության կողմից իրականացվող միջոցառումները սեռի հատկանիշով բռնության, ներառյալ ընտանեկան բռնության երևույթի կանխարգելման հետ կապված։ Մենք ունենք ռազմավարություն սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2011-15 թվականների համար։
Արմինե Թանաշյանի խոսքով 2014 թվականին կարևոր ձեռքբերում էր սոցիալական աջակցության մասին օրենքի ընդունումը, որտեղ առաջին անգամ սահմանվեց ընտանեկան բռնություն հասկացությունը, նշվեց նման անձանց ժամանակավոր կացարանով ապահովելու մասին։ Ոլորտում որոշ ճշգրտումներ էլ այս տարի կառավարության որոշումների եւ նախարարի հրամանի տեսքով են իրականացվել, սակայն ցավոք սրտի պետությունը դեռևս չունի ժամանակավոր կացարաններ եւ 2015 թվականի ընթացքում բռնության ենթարկված ոչ մի կին օգնության խնդրանքով տարածքային մարմինների սոցիալական աշխատողներին չի դիմել։ Այս պահին ընտանեկան բռնության ենթարկված կանանց ապաստարանով կարողանում են ապահովել միայն որոշ հասարակական կազմակերպություններ։ Կանանց ռեսուրսային կենտրոնի տվյալներով ընտանեկան բռնության տեսակներից առավել հաճախ հանդիպում են հոգեբանական բռնությունը, նվաստացում, ստորացում, արհամարհում եւ ֆիզիկական բռնությունը, ծեծ, ապտակ եւ այլն։ Տնտեսական բռնությունը եւ սեռական բռնությունը եւս առկա են, սակայն հատկապես սեռական բռնության մասին կանայք նախընտրում են լռել։ Նույն կազմակերպությունը 2014 թվականին թեժ գծով արձանագրել է մոտ 80 զանգ, աշխատել 40-ից 60 կանանց հետ։ Մեր աշխատանքն ամենակարևոր սկզբունքը դա ինքնորոշման սկզբունքն է, այսինքն անձը ինքն է որոշում ինչ է ուզում, ուր է գնում եւ մենք ուղակի նրան աջակցում ենք, ուղակի օգնում ենք։ Մենք երբեք չենք առաջարկում լուծումներ իրավիճակի համար, մենք երբեք չենք ասում ճիշտն ու սխալը, մենք կողքին ենք, ուղակի սատարում ենք ցանկացած կնոջ ցանկացած որոշման պարագայում։ Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում բացված կայուն զարգացման գագաթնաժողովի առաջին իսկ նիստում պաշտոնապես ընդունվեց կայուն զարգացման նոր օրակարգի ամփոփիչ փաստաթուղթը։ ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների համաձայնությամբ ընդունված այս փաստաթուղթում ամրագրված են կայուն զարգացման 17 նպատակ, որոնք գալիս են փոխարինելու 2000 թվականին ընդունված հասարակամյակի զարգացման 8 նպատակներին եւ նախատեսված են 2015 թվականին հաջորդող 15 տարվա համար։ Այդ նպատակներից մեկն էլ մինչև 2030 թվականը գենդերային հավասարության հասնելն է, կանանց եւ աղջիկների հնարավորությունների ընդլայնման եւ նրանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերն իսպառ վերացնելու միջոցով։ Եթե ՄԱԿ-ի առաջարկությունների եւ հանձնարարականների կատարումը անդամ երկրների, այդ թվում Հայաստանի համար պարտադիր բնույթ կրեին, գուցե ընտանեկան բռնությունների կանխարգելման ոլորտում դրական փոփոխությունները գոնե օրենսդրական մակարդակում ավելի տեսանելի կլինեին։ Իսկ այսօրվա պայմաններում Հայաստանը ինքն է որոշում ՄԱԿ-ի որ հանձնարարականն է կատարելու, որ ընդունելու որպես իգիտություն։ Կուզեի կոչ անել բոլոր նրանց, ովքեր ընտանիքում հանդիպում են ընտանեկան բռնության երևույթներին կամ ենթարկվում են ընտանեկան բռնության, անպայմանորեն բարձրաձայնել այդ մասին, դիմել իրավասու մարմիններին։ Կան կանայք, ովքեր կարողացել են հաղթահարել այդ բռնության ցիկլը եւ կարողացել են դուրս գալ բռնության ցիկլից ու այսօր կարողանում են արժանավայել կյանք ունենալ, որովհետեւ խոշոր հաշվով բռնությունը ազդում է ոչ միայն քո վրա որպես անձի, այլև քո ընտանիքի որպես ինստիտուտի։ Թեպետ ոստիկանությունը տարեցտարի ընտանեկան բռնության դեպքերով թվի աճ է արձանագրում, այդուամենայնիվ Հայաստանում ընտանեկան բռնությունների իրական մասշտաբների մասին հնարավոր չէ խոսել, քանի որ ընտանեկան բռնության ենթարկված կանանցից շատերը նախընտրում են լռել ու ապրել բռնարարի հետ մեկ հարկի տակ, ամոթի, արմատացած կարծրատիպերի, իրավապահ մարմինների նկատմամբ անվստահության, նման իրավիճակներում պետական աջակցության բացակայության, իրավական ճանապարհով պաշտպանություն գտնելու անհեռանկարայնության եւ այլ պատճառներով։ Այնինչ, առաջին հայացքից անհաղթահարելի թվացող խնդիրները հեշտ է լուծել միայն դրանք բարձրաձայնելու արդյունքում։ Պետությունը հզոր է ամուր ու կայացած ընտանիքներով, ընտանիքներ, որտեղ կինն ու տղամարդը հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն, եւ ոչ մեկը մյուսի սեփականությունը չէ։ Ի վերջո, ցանկացած պարագայում եւ ցանկացած իրավիճակում բռնությունը արդարացում չէ։